Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի 100-ամյակը Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում էլ նշեցին։ Նա շուրջ 20 տարի այստեղ է աշխատել, լեզվի ու գրականության նվիրալ ուսուցիչներ կրթել։ Միջոցառումը կազմակերպել էին միաժամանակ 2 լսարաններում, ավելի մեծ թվով ուսանողների եւ դասախոսների հնարավորություն տալով մասնակցել հուշանդիպմանը։ Լեզվաբանի, գրականագետի եւ հոգեվոր մշակույթի երախտավոր գործչի ծանրակշիռ ժառանգությանն անդրադարձան։ Նա այն եզակիներից է, որ ամուր թելերով կապված է եղել հայոց դպրոցին։ Այսօր էլ նրա գրքերը հայոց դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների սեղանի գիրքն են։ Բավական է հիշել Շարահյուսություն դասագիրքը, որի դրույթները այսօր էլ դասագրքաստեղծ հանձնաժողովի անդամները ուղղորդվում են եւ այդ դրույթները կիրառում իրենց դասագրքերում։ Աշխատանքային գործընկերություն եմ ունեցել այդ մեծ մարդու, մեծ գիտնականի հետ։ Նրանից այդ սերնդից Իդեմս Ջահոկյանի, Աղայանի եւ ուրիշ շատ մեծերի, Աշոտ Աբրամյանի մենք շատ հետաքրքիր բաներ ենք սովորել։ Գիտության մեջ աշխատելու ձև ենք սովորել։ Ելույթների առանցքում դարձյալ ակադեմիկոսի դերակատարության կարևորությունն է որպես մանկավարժ եւ ուսուցիչ։ Շեշտեցին նրա բացառիկ կարողությունը գրականությունը ներկայացնելու ոչ միայն գիտական խստությամբ, այլև հանրամատչելիությամբ։ Ընթերցեցին հատվածներ նրա աշխատություններից, ցույց տալով, թե ինչպես է մեծն գիտնականի մտքի ժառանգությունը շարունակում ապրել նաեւ այսօր։ Դուստրն էլ հպարտությամբ նշեց, որ կյանքը վկայություն է, թե ինչպես կարելի է հավատարմորեն ծառայել գիտությանը, ստեղծելով արժեք, որը ժամանակից վեր է եւ համընթաց լինել հիանալի հայր ու ամուսին։ Օրը իր համար սկսվում էր շատ վաղ, շատ վաղ, ժամը 6-ից նա գրասեղանի առջև նստած էր եւ առավոտից երեկո մինչեւ ուշ երեկո աշխատում էր, բայց այդ ընթացքում նա կարողանում էր հասցնել եւ բոլորիս հոգսերով հոգալ եւ զբաղվել մեզնով եւ այնպես անել, որ պակասը գուրգուրանքի հայրական սիրո մենք երբևէ չզգայինք։ Նրա մարդկային տեսակն ու համեստությունն արժանացել են գործընկերների եւ աշակերտների խորին հարգանքին։ Աբրահամյանի կյանքը վկայություն է այն մասին, թե ինչպես կարելի է հավատարմորեն ծառայել գիտությանը, ստեղծելով արժեք, որը մնայուն է բոլոր ժամանակներում։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։